Բարև ձեզ, այսօր ռազմական տեխնոլոգիաների պատմությունների հետ կապված, պատմության հետ կապված փորձենք արծարծել այսպես կոչված պատմության մեջ հայտնի հունական կրակ տերմինը, թե ինչպես է դա մի քանի հարյուրամյակ օգնել Բյուզանդիային ապահովելու իր անվտանգությունը ոչ միայն արաբական ներխուժումներից, այլև նաև հյուսիսից Բալկանների կողմից ներխուժող ռուսական, սլավոնական վայրենիներից, իսկ հետագայում նաև թուրքական ներխուժման ժամանակ դա պետք եկավ, չնայած արդեն 12-րդ դարում դադարում է հիշատակումը այդ հունական կրակի, ինչպես սկսեց այդ պատմությունը 7-րդ դարի երկրորդ կեսին եւ Ամիյադների խալիֆաթի ժամանակ արաբները իրենց ամենալավ ժամանակներն էր, կարելի ասել, Մուավիան հանրահայտ զորք էր ուղարկել, որ գրավեին Կոստանդնուպոլիսը ու իրանք ասենք այտենց արաբները լավ էլ պատրաստ եկել էին, նավերը շատ էին ու ասենք երկար ժամանակով էին եկել, քանի որ մի քանի անգամ փորձեր եղել էր, իրենք ասենք բան էին արել, ասենք արշավել էին, հետո քանի որ երկար չեն կարող մնան, չէ, ասենք թիկունքային ապահովման խնդիր կա եւ այլ, Կոստանդնուպոլիսն էլ շատ լավ պաշտպանված քաղաք է, գիտեք, լսած կլինեք ու ասենք երկար չէին մնում, հետ էին գնում, այս անգամ արաբները որոշեցին, որ այդ Բոսֆորի նեղուցի ու Դարդանելի նեղուցի արանքը այդ կղզիկը Կիզիկա կոչվում, դե որոշեցին այդ կղզում հիմնավորվել, այսինքն իրենց բնակավայրը ոնց որ ասած տեղավորվեցին այդ Կիզիկի վրա, որ ասենք չետանգան, էլի, երկար 4 տարի պաշարեցին, էլի, 674-ից 678 թվերը կռիվ էր գնում, ուրեմն նախքան կռվի պրոցեսը քննարկելը, ինչպես դա տեղի ունեցավ, որ հույները կարողացան դիմադրեն բյուզանդիացիները, էլի, այսինքն հույն եմ ասում, չնայած իրենց հռոմեացի էին ասում, ուրեմն մի հատ օտարական եկավ Սիրիայի կողմերից, դրանից մի քանի տարի առաջ Կալինիկ էր կոչվում, այդ օտարականը եկավ ու այս Կոստանդին IV-ին առաջարկեց, որ կարող են այս զենք սարքել, որ ասենք իր կայսրությունը փրկի, դե բացատրեց, դե կայսրն էլ նես չի, որ լիքը տարբերակներ ուներ, ուրիշ տարբերակ էլ չուներ, ինչ պետք էր հրամայեց տրամադրել, ուրեմն շատ խիստ գաղտնի, որպեսզի պահպանեն, որպեսզի այդ գյուտը չկարողանան ոչ մեկ գողանան, էլի, ոչ միայն արաբները, ընդհանրապես ոչ մեկ, շատ խիստ գաղտնի էր պահպանում, որովհետև այդ գյուտը հունական կրակի ոչ միայն այդ վառելքի հետ էր կապված, որ այդ Կալինիկը արտադրում էր տարբեր քիմիական բաղադրիչներից, այլև նաև այդ սիֆոնաֆոր կոչված հրանետը, էլի, ագնեմոտը այն ժամանակների համար երևի առաջինն է, այդպես լուրջ այդ մասշտաբի, որ աշխատել է, սիֆոնաֆորա կոչվե, իսկ այդ բաները, որ նավակները, որոնց վրա դա տեղադրում էր, դրանք էլ դրամոն էին ասում, էլի, որի վրա այդ սիֆոնաֆորը կար, ուրեմն այս Կալինիկին ինչ պետք է տրամադրեցին, շատ սահմանափակ քանակությամբ իհարկե օգնականներ, չէ, որ համ պաշտպանություն, համ ասենք այդ սիֆոնափորը սարքեն, համ այդ հեղուկը եւ այլ, այսինքն համ էլ կարողանան օգտագործեն, ուրեմն դա տևեց ոչ այդքան երկար, մի կարճ ժամանակ կակրած արդեն արաբները գալիս էին ու բախտը բերեց այս կայսրի Կոնստանդինի այն առումով, որ մինչև դրանք եկան, մինչև տեղավորվան եւ այլ, արդեն կռիվը պետք է գնա
այս Կալինկը ամեն ինչ պատրաստեց ու երբ որ արդեն պետք է փորձարկեին, առանձին թաքուն տեղ չփորձարկին էլի, դուրս եկան օրից մի օր, եթե չեմ սխալվում, կարդացած ինֆորմացիա, գիշերը էլ է, երեկոյան էլի, դենց արևի տակ չի էլ է։ Ու երբ որ այդ արաբական նավերը հերթական անգամ մոտենում էին, որ ասենք բանանեին, հարձակվեին, ասենք այդ դրամոնները իջսին, մի քանի հատ, շատ չէ, դե փորձնական է, չէ։ Ու ասենք ինչ էր, այդ նավերի գրքի վրա գիտեք, այդ որ տես վիշապներ բան, դրակոններ են դնում, նրանք այդ դրակոն էին դրել, դե բոլորն էլ առաջ դնում էին, չէ, դրակոնները, բայց ասենք այդ որ բերանը բացա, դրա բերանի վեճից այդ Սիֆոնապոլի այդ բանը խողովակը անցկացրել էին ու ասենք հենց էին մտահաղացումը գարել, որ այդ դրակոնը սովորական դրակոն չի լինելու, էլի հրանետը դրակոնն է լինելու, որ ասենք մոտենալու են ու այդ դրակոնը կրակը ժայթքելու է այդ հունական կրակը ու տես վառելու են։ Ուրեմն այդ հեղուկի առավելությունը ինչումն էր։ Ասենք եթե մինչև դա էլ միշտ եղել է, չէ, ասենք օգտագործել են տարբեր տեսակի նյութեր, մթա տասնյակ դարերից առաջ այն ժամանակներն էլ, ասենք մարդիկ օգտագործել են տարբեր տեսակի յուղերով, բան։ Ուրեմն այդ նյութը, որ Կալինկը արտադրում էր, ինքը ջրից չէր հանգում։ Այսինքն ջրի վրա եթե թափվում էր, ինքը շարունակում էր վառվել, դեռ ասում այն ժամանակվա հիշատակումներով նշվում է, որ ավելի լավ էր վառվում, այսինքն այդ մի պահ կա, չէ, որ փոցավառում է, այսինքն ջրից ինքը ավելի լավ էր։ Հիմա ասենք մարդիկ կան, դե քիմիայից ովքեր հասկանում են, ընդ տարբեր ենթադրություններ կան, իմիջիայլոց հստակ չի, որ հիմա վերականգնված է այդ գիտելիքը։ Դրա նման բաներ հիմա էլ կա, բայց կոնկրետ էդի որ ոնց որ հիշատակում են, որ էդի վերականգնեն, այդ գաղտնիքը կորել է, էլի։ Հա, ենթադրում եմ, որ ինչ-որ ֆոսֆորի մասնիկներ է եղել, որ ասեք գիտեք, ֆոսֆորը վառում է ու չի կանգնում, էլի, այտենց քիմիայի հետ կապված մարդիկ կարան էդի բան անեն իրանց համար, եթե ուզում են ուսումնասիրեն։ Հիմա մենք խոսում ենք ռազմական տեխնոլոգիաներից ու այդ Կալինիկը, այդ նյութը, որ արտադրեց, առաջի անգամ ելան փորձարկելու որսի արաբների վրա, այս Մոավիայի զորքի վրա ու 674 թվականին։ Ու ասում է մոտիկացան մոտիկ, որտեվ ինքը ասենք նետում էր 15-ից 20 մետր, էլի, տենց էր ասենք այն ժամանակ, ասենք շատ երկար 50 մետր, 100 մետր չէր կարող մետր, չափել էին, ասենք 15-ից 20 մետր պիտի մոտիկանան, հա, դե դա իրենց բավական էր, որտեվ այն ժամանակ հրազեն չկար, ասենք ինչ պետք է անեին, չէ, նետերն են, նիզակներն են, հա, վտանգավոր է, բայց դա ասենք աբարդաժի չի հասնում, եթե հասցնում ես չմոտենաս էլ զուգահեռ անցնես, եթե կարում ես տիրապետես, դա ամեն ինչին, իսկ այդ դրամոնները պատրաստվան, հելան ու մի գիշերվա մեջ ամեն դրամոն մի քանի հատ նավ այրեց, այդ այրելն էլ ոնց է, որ լցում էին նավի վրա, պատկերացրեք վառվող կրակ է, հեղուկ է, լցվում են նավի վրա, որտեղ կպնում է վառվում է, չէ, ասենք հոսում է ջրի վրա հանգնում, ջուրն է վառվում, մեջն հանգնում, մեջն է վառվում, ու ինքն էլ ասենք այնց նյութ է էլ է, որ ասենք ֆիղոտ էր էլի վառվում, ոչ թե ասենք այնց վառվում էր ու հանգում էր։ Բավականին մեծ կորուստներ կրեցին, չէին կարող հանգցնեին ու ասենք երբ որ նետում էին ջուրը, ջուրն էլ է վառվում, ընդ էին վառում մեռնում, էլի սարսափելի վիճակ տեղի ունեցավ, ասենք մի գիշերվա համար պատկերացրեք մի քանի դրամոն, ամեն դրամոն մի քանի հատ նավ վառեց ու լավ փորձ անցավ, դե արաբները առաջ օրը շատ սարսափելի վիճակի մեջ ընկան, որտեղ առաջի անգամ պատմության մեջ այդպես դեպքերը չեր եղել մինչև դա, այդպես ծանր կորուստներ կրեցին, հա, բայց դե արաբները ասենք այդպես հեշտ հանձնվող չեն, սկսեցին ասենք քանի օր հետո էլի հարձակվել, էլի եւ այլ 4 տարի, ասենք 4 տարի տևեց այդ ամեն ինչը ու ամեն անգամ կորուստներով հասավ նրան, որ ասենք չկարացան, թողեցին փոշման հետ գնացին, հետո անցավ դրանից
ուրեմն 40 տարի արդեն 678-ին որ նահանջեցին այդ Մոավիայի ժամանակ չստացվեց իրանց մոտ գրավելը, հաջորդ փորձը տես լուրջ արեցին 718 թվականին։ 718 թվականին այդ արաբների ադմիրալ Սուլեյմանին ուղարկեցին 200,000 զորքով, որ նույն ձևի գա գրավի այդ ժամանակ էլ այդ Բյուզանդիայում Լև Իսավրն էր իշխանության, եկան էլի նույն ձևի էլի չկարացան, պատկերացրեք 200,000 զորքով եկան, ու էլի այդ դրամոնները իրենց գործը անում էին, այդ արանքը պատկերացրեք 40 տարվա մեջ ավելի շատացրել էին, կատարել գործել էին, ավելի վարպետորեն էին կիրառում եւ այլն, ու չստացվեց, հիմա շատ չեմ երկարացնի, հաջորդը տենց հանրահայտ, որ ասենք ջախջախել են, այդ ռուսների Իգոր Յուրիկովիչը եկավ 941 թվականին, էլ եկավ Կոստանդեր, այդ ժամանակ սլավոնները տես բաներ էին, չէ, վայրագի նման արձակում էին, ասենք փող էին վեկալում, հետ էին գնում, այդպես սովորել էին, գալիս էին ոսկիները հավաքում էին, գնում էին, չէ, ասենք, դրանց առաջավարներն էին անում, հոներն էին անում եւ այլն։ Այդ Կիևյան իշխար Իգոր Յուրիկովիչ եկավ 941 թվականին, նույն ձևի լղկեցին, այս անգամ էլ ռուսներին լղկեցին Կիևից եկած, վառեցին, դրանք էլի թողին փոշման գնացին, ինչ տեղ ունեցավ, այնքան խիստ էր դրա այդ գաղտնիքի պահպանությունը, որ պատկերացրեք, ասենք 7-րդ դարի երկրորդ կեսից, դա տևեց մինչև 12-րդ դարի սկզբները, ու դրա մասին էլի հիշատակություն չկա, որովհետև այնքան խիստ գաղտնի պահպանեցին, որ գաղտնիքը պահպանողները մեռան երևի, այդպես ինչ-որ բան է տեղ ունեցել, շատ քիչ սահմանափակ քանակությամբ էլ է, ասենք երևի ինչ-որ բան է էլ, գաղտնիքը կորցվեց, ու հետագայում արդեն գիտեք, երբ որ ասենք Օսմաններն ուժեղացան, էլ այդ հունական կրակը չկար, որ իրանց օգներ ու տենց իրանք պարտվեցին։ Բայց ասենք նայեք 7-րդ դարի երկրորդ կեսից ամենակիչը մինչև 12-րդ դարի սկիզբը, այսինքն դա մոտարապես 400 տարի, եթե ոչ մի քիչ էլ ավել, 400 տարի իրանց անվտանգությունն ապահովել ու ընդամենը մի տեխնոլոգիայի շնորհիվ, որն էլ բերել է դրսից։ Այսինքն այդ Կալինիկը ինքը բյուզանդացի չէր, պարզապես իր հայրենիքը գրավել էին Սիրիայում, ասենք ինքը երևի ցանկացել է իր հայրենիքը գրավողներին ցավ պատճառի, վրեժ լուծի, չի հանձնվել, թեկուզ մենակ է մնացել, ու դες գնացել է իր ծառայությունը առաջարկել է այդ Բյուզանդիայի կայսրին ու կարողացել է իր վրեժը առնի։ Դե մեկ ինչ հետարքիր, ասենք մի հոգին էլ կարա չհանձնվելով ոնց վնաս պատճառի, թեկուզ օտարի միջոցով իր թշնամուն, որ իր հայրենիքը գրավել է։ Այս անգամ էլ այսքանով սա սահմանափակ ենք, որպեսզի ցույց տանք ստե այն տարբերակը, որ անգամ թշնամին, եթե ճիշտ գտնես, կամ ուշադիր լինես, երբ որ առաջարկում են, որտեղ ոնց էր, ասենք, Կալինիկը ոնց է ասել Կոստանդին IV-ի մոտ, չէ, կարային չընդունեին, կարար կայսր ուշադրություն չդարձներ, ինչպես է, ոնց որ մեր մոտ ոնց է լինում, չէ, ասենք մի բան առաջարկում ես, ասում են, դե դիր, ստից բաներ է, բան, ու հետո այդում են ջարդվում են, քիթները լղկում են, ու հետո դժգոհում են իրենց կյանքից։ Կայսրը պարզապես մի անծանոթ օտարականին ուշադրություն դարձրեց ու իր հայրենիքը, այդ բյուզանդիական կայսրությունը դրանից օգտվավ առնվազն 4 դար, դեռ ավելի։ Այսպիսի բաներ ալնում, որ պետք է ուշադրություն դարձնենք ինչպես տեխնոլոգիաների հայտնաբերմանը, այնպես էլ նրան, թե մեր թշնամիներն ովքեր են, որպեսզի կարողանանք իրանց հետ համագործակցելով կարողանանք մեր թշնամիներին հաղթել։ Այսքան բան կուզեի այս կապակցությամբ ասել հունական կրակի մասին։ Շնորհակալություն, հաջողություն ժողովուրդ ջան։